Ինչ լռություն է այստեղ։ Այ հենց սա է, պետական սահմանի մեր պաշտպանությանը հանձնված տեղամասը, շարքային սամոխին։ Ինչ կրակոց էր դա, ընկեր Եֆրեյտոր։ Շարունակեցեք դիտումը, Սամոխին։
Մնացել է մենակ որ փախչիկը, կույր պապի ու այցի հետ։ Որտեղից գիտեք այդ բոլորը։ Ընկեր Եֆրեյտոր։ Ծառայություն է։ Հրադիտակը։ Նոր մարդ է։ Ինչ է այնտեղ, հա։ Որտեղ եմ տեսել այս դեմքը։ Նայիր։ Ուշադրությամբ նայիր։ Լավ հիշիր այս դեմքը։ Այդ մարդն ով է, հա։ Ժամանակն է, գնանք։ Ողջույն, դես ամոխին, ինչպես անցավ առաջին օրը։ Մենք տեսանք ամեն չկարգին ընկեր սերժանտ։ Ապրես Ալմա։ Նա գիտե, որ ծառայության ժամերին խոսակցությամբ զբաղվելն արգելված է։ Մնաք բարով։ Առաջ։ Լսել եք, նրանց ջուր են տալիս։ Մեր ջուրը տալիս են ուրիշներին։ Բայց ինչպես էլ բան կլինի, համեք ինչ պետք է
կանենք։ Ես պիտի բան բակադրեմ։ Ես պիտի բան կատարեմ։ Բայց ինչ բան կլինի։ Բան բակադրեմ չկաչի։ Հա, ինչի՞ չեք խոսում։ Դե ճիշտ հավեք։ Հանգիր։ Մի աղմկեք։ Հարևանները դժբախտության մեջ են։ Այրվում է բերքը, սովիկը մատնվեն։ Դուք մոռացել եք, թե ինչ բան է սովը։ Սովն այն է, երբ երեխան ուտելու ոչինչ չունի։ Մեր ինչ գործն է։ Հարևաններ ենք, պիտի օգնենք, բաբոն։ Բանաս երեխեք ունեն, չի։ Իհարկե, այմա, նրանք են մարդիկ։ Ջուրը տանք, ինչ հետևեք։ Բարավ մարդիկ հիշում են սովը վահան։ Մենք գիտենք, որ լավ հարևան ունեցողը սով չի քաշի։ Այդ դու հասկացրու ես ժողովրդին։ Ինչ պետք է անենք մենք առանց ջրի։ Ճիշտ ասում, բա ինչ պետք է անենք։ Ճիշտ է ասում ես մարդը։ Չէ՞ որ ջուրը տվին նրան, տանենք ինչ պետք է անենք առաջ։ Մենք առանց ջրի չենք մնա, ջուրը բաց կթողնենք գիշերները։ Դու մոռացել ես քեռիեն օրերը, երբ մենք ջրամբարտակ չունեինք։ Այն ժամանակ, երբ ջրամբարտակ չունեինք, Աթանես Ղամբարյանը ողջ էր։ Դե հեն ինչ անենք, այդ մարդը չկա։ Մենք էլ առանց ջուր ապրել չենք կարող։ Դե մեր մեջ էլ չկա այդ գործից հասկացող մարդ, ոնց որ Աթանես Ղամբարյանն էր։ Նա շատ լավ գիտեր ջրի գաղտնիքը։ Հե գիտե Աթանես Ղամբարյան ինչ մարդ կորցրինք։ Քերի, դե մի աթանեսը չկա, իսկ հարևաններին պետք է ջուր տա։ Մեր որոշումներ ճիշտ է, մենք էլ գիշերները կջրենք։ Ճիշտ է շալ գործա։ Բարև Սեդա։ Ինչ է։ Չնկատեցիր։ Բարև։ Այդ ուր ես գնում։ Գնանք միասին։ Գնանք, մեր ճանապարհը նույնն է։ Ասում են հարևաններին ջուր եք տալիս։ Այնտեղ երաշտ է։ Շուտով տուն ես գնում։ 2 ամիս հետո։ Բա ձեր դաշտերը։ Կբավարարվենք քիչ ջրով։ Դա դժվար է։ Նրանց համար ավելի դժվար է։ Ճիշտ է։ Բայց նրանք Սուրենի պես մասնագետ չունեն։ Սուրենը լավ աշխատող է։ Նա կոլխոզում փոխարինեց հորս։ Ասա, դու հիշում ես օրդ։ Մի քիչ։ Երբ նա զոհվեց, ես փոքր էի։ Համոզված ես, որ նա զոհվել է։ Դրանում բոլորն են համոզված, բացի մայրիկից։ Իսկ ես հրաշքների չեմ հավատում։ Չես հավատում։ Եթե հրաշքներ կան, ապա դու տուն չես գնա։ Բարև դեստերք։ Բարև Սուրեն։ Արմեն, ինչ սերվիս թվաց, թե դուք երեքով էիք։ Թվացել եք ես։ Ծանոթացեք։ Սամոխին Իգր։ Սուրեն Նասարյան։ Նոր ես եկել, հա։ Ուրախ կլինեմ, եթե հյուր գաս ինձ մոտ։ Այ Արմենը իմ տունը գիտի, եթե իհարկե չի մոռացել։ Դե տղերք, շտապում եմ։ Այս ջրելն էլ դարդուцав դարավ գլխիս։ Բայց ինչ թվաց, որ դուք երեքով էիք, հա։ Արմեն։ Ո՞վ էր այս մարդը։ Ծանոթ տղա է։ Սուրենն է։ Ջրի տնօրենը։ Հիմա մենք կգնանք գյուղ։ Շատ ուշադիր եղիր։ Պարզ է։ Պարզ է։ Ահա։ Գիշերային ջրումներ։ Զգուշ կաց Սուրեն ջան։ Ուշադիր եղիր։ Նա չի սիրում, որ իր թղթերին ձեռք են տալիս։ Չխառնես։ Լավ։
ներս մտեք։ Օձիքդ կոչքիր։ Բարև Մայրիկ ջան։ Բարև ձեզ։ Բարև Արմեն ջան։ Ես չգիտեի, որ այստեղ եք գալիս, Արմեն։ Թե չէ ձեզ կբերեի։ Շնորհակալություն Սուրեն։ Բայց ինչու եք կանգնել տղերք նստեք։ Նստեք։ Շնորհակալություն։ Մենք մի րոպեով ենք եկել։ Սարը ջուր չես տա մեզ, Մայրիկ ջան։ Հիմա։ Թույլ տվեք, կարելի է։ Ասում են, որ դու սկսել ես հաճախ գալ այս աղբյուրը։ Այստեղի ջուրը համով է։ Խորհուրդ կտամ ուրիշ աղբյուր փնտրես։ Միշտ շտապի խորհուրդ տալ Սուրեն։ Այն օրվանից ինչ դու մոտոցիկլ ես արել, միշտ շտապում ես։ Մի կատակիր Արմեն։ Եվ Սեդային հանգիստ թող։ Ես երբեք չեմ կատակում Սուրեն։ Նամանավան Սեդայի նկատմամբ։ Ջուրը ոնց որ սառույց լինի։ Սուրեն, խմիր։ Խմիր։ Էլի։ Բավական է։ Ինչ ես անում սամոխին։ Զգուշ։ Ոչինչ, բալա ջան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աշխեն, դու սև տախտեղ չունես, մի քիչ դուր։ Թույլ տվեք մաքրեմ։ Շնորհակալություն։ Ներողություն։ Ստեսություն։ Ներողություն։ Ստեսություն։ Հաճախ է Արմեն Մանուկյանը քեզ մոտ ջուր խմում։ Մայրիկ։ Պատահում է։ Մեկ գալիս է։ Շնորհակալություն, Աշխեն մորակույր։ Այ ապրես։ Դու աչքդ աղջկատ վրա չես պահում, Աշխեն։ Իմ Սեդան արդեն մեծ աղջիկ է։ Ես չեմ ուզում, որ ամբողջ գյուղը ծիծաղի մեզ վրա։ Մայրիկ, արդեն տուն գնալու ժամանակն է։ Սուրեն, Սեդան քո հարսնացուն է։ Դա Սեդայի գործն է։ Մենք իրար խոսք տվեցինք Աշխեն դեռեն օրվանից, երբ մեր ամուսինները ետ չդարձան պատերազմից։ Ես դա հիշում եմ պայծառ։ Հիշում եմ։ Եվ շատ եմ ուզում լինի այնպես, ինչպես ես ու դու մտածել ենք։ Բայց դա պետք է որոշի ինքը Սեդան։ Լավն է իր աղջկատ։ Էդ քո սահմանապահն էլ շուտ է ծարավում ու գալիս ձեզ մոտ ջուր խմելու։ Ինքեր գնդապետ, Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների միության սահմանում։ Մեզ վստահված տեղամասում ծառայություն կատարելիս հայտնաբերել ենք հետևյալը։ Հանդիպակաց կողմում հայտնաբերվել է մի նոր մարդ։ Լուսաբացին գետափինջերի չափումներ էր կատարում ինժեների հետ։ Ես համոզված եմ, որ դա այս գյուղի բնակիչ Աթանես Ղամբարյանն է, որին համարում եմ պատերազմում զոհված։ Դուք չեք սխալվում։ Չեմ սխալվում, ինքեր գնդապետ։ Մինչև ուղեկալ գալը ճանապարհին ես եւ կարգախմբի կրտսերը մտանք Ղամբարյանների տունը։ Այնտեղ կա նրա նկարը։ Այդ նա է ինքեր գնդապետ։ Թույլ կտաք ինքեր գնդապետ։ Կոլխոզնիկները, որոնք աշխատում են սահմանում, կճանաչեն նրան։ Ճիշտ այդպես։ Այդպիսի դեմքը չես մոռանա։ Այո, բայց անցել է 17 տարի։ Ճիշտ այդպես։
Բարև ձեզ, Վան Ստեփանիչ։ Բարև։ Ջրելու ամենաերուն ժամանակ կիսել ջուրը։ Բարև Վան Ստեփանիչ։ Բարև, գլխարկը ծածկիր։ Արև։ Ես այս ժամանակ խոսք եմ տվել։ Հիշում ես, իսկ եթե ջուրը նրանց տանք, որտեղ կմնա իմ խոսքը։ Իսկ կոլխոզիկները համաձայն են ջուր տալու։ Ինչպես թե համաձայն են։ Ես ում ասես կհամոզեմ։ Էլի ինչու ես գորգորում։ Վիճակն այնտեղ շատ վատ է։ Այո, այրվում է բերքը։ Գետի ջուրը պակասում է։ Բայց միտը չէր կարելի ինձ հետ համաձայնեցնել։ Վան ջան, ես քեզ կրկին խնդրում եմ, գլխարկը ծածկիր։ Միտդ բեր, հիշում ես միշտ պատերազմը, այդ գործը շատ լավ կազմակերպում էր, ինչպես էր ազգանունը մոռացա։ Համբարյան։ Աթանես զոհվեց 42 թվին Խարկովի մոտ։ Այդ մասին հաղորդագիր էին ստացել։ Այո։ Հաղորդեցին, որ անհետ կորել է։ Հանգիստ թող ինձ, Սուրեն։ Ես չգիտեմ ինչ է կատարվում ինձ հետ։ Մենք հետո կխոսենք, երբ ես կհասկանամ։ Իսկ հիմա ման մի գա իմ ետևից։
Երբ բանակ էի գալիս, ուզում էի, որ մեկը սպասի, նամակ գրի, դե խոսք տվի մի աղջկա, տվի ու կարծում էի, որ հենց դա է սերը, բայց պարզվեց, որ դա չէ, իսկական սեր։ Այում հետ պետք է ամուսնանալ։ 2 ամիս հետո ավարտում եմ ծառայությունս, ինչ անեմ։ Ես դժվարանում եմ խորհուրդ տալ։ Ախր ես առհասարակ սիրած աղջիկ չունեմ եւ չեմ էլ ունեցել, սիրտ չեմ անում ինչ-որ։ Դե լավ, գնիր, դու էլ սիրած աղջիկ կունենաս։ Ոչ, ընկեր եվրեյներ, այստեղ տվաբանություն է, հասկանում ես։ Տվաբանություն։ Իհարկե։ Եթե դու գնաս այնտեղ, վատ կլինի 2-ի համար, լավ կլինի 1-ի համար։ Իսկ եթե մնաս այստեղ, 1-ի համար վատ է, 2-ի համար լավ։ Ուրեմն թող 2-ի համար լավ լինի, իսկ 1-ի համար վատ։ Ճիշտ չեմ ասում, հա։ Դե քնիր։ Պիֆագոր։
գտես։ Ժամանակ գտան ջուր տալքի։ Ես պետք է աշխարհը վաստակեմ։ Առանց ջրի ինչ անեմ, հա։ Քեզ համար։ Ուրեմն դու դեմ ես, որ մենք հարևաններին ջուր ենք տալիս։ Ես մարդը գործից գլուխը կորցրել եմ։ Ինչու պետք է դեմ լինեմ։ Ես ինքս 4 երեխի տեր եմ։ Էր ինչու ես պտպտում։ Ինչ։ Հաչի, երկրորդ բրիգադը։ Հա, Սամոխին, իմիջելոց։ Ընկերդ ուր է։ Ով, Արմենը։ Հա։ Օ, հիմա նրա գլուխը շատ խառն է։ Ուղղակի գլխապտույտի մեջ է։ Նշանակում է թեթև գլուխ ունի։ Դե։ Դե լավ, առաջանց։ Դե գնում եմ էլի։ Զգուշ։ Դե լավ, դու ասա։ Դա ազնիվ բան է։ 2 ամիս հետո գնում է այստեղից։ Իսկ սերային մոլորեցնում է։ Ասա ինչ կարիք կա։ Ջուր խմի, բայց աղբյուրը մի բախտորի։ Դու ոչինչ չգիտես։ Ես ամեն ինչ գիտեմ։ Դավայել չէ ընկերոջը։ Նա գործով է գնում սեդայից տուն։ Գործ։ Դա թարք բան է։ Ինչ գործ։ Դե գործեր են էլի։ Պարզ է, հորինել է, որ արդարանա։ Դու իհարկե ինչ չես հավատում, բայց ամեն մարդ նրան կճանաչի։ Ինչ։ Ում կճանաչի։ Դե մի մարդ, առավոտը գետը մտա։ Ուղղակի գլուխը տաքացել է։ Ամբողջ օր արևի տակ ես։ Ուղղակի հազդել է վրատ։ Իսկ էլ չի ազդել։ Վերցրու հեռադիտակը եւ գնա գետա։ Իսկ հետո էլ այն տուն, ուր մենք ջուր էինք խմում, ու նայիր պատի նկարին։ Ինչ հեռադիտակ։ Ինչ նկար։ Ինչ կապ ունի Դաթանես Ղամբարյանի հետ։ Դու տեսել ես նրան։ Դե տեսել եմ էլ։ Ամեն մարդ էլ կարող է տեսնել նրան։ Ուրեմն Արմենը գնում է Սեդայից տուն։ Ծառայություն է, ինչ կարող ես անել։ Սեդա։ Սպասիր։ Սեդա։ Բայց ես ամաչում քո գործերի համար աղջկան խելքահան ես անում։ Ուժվել ես ինչ է։
Գնա այստեղից։ Գնա ասում եմ։ Բռնիր Սուրեն։ Բռնի։ Սեդային ես քեզ չեմ զիջ։ Մենք իրար լավ ենք ճանաչում Սուրեն։ Շալվարս փչացրիր։ Ամպիտար։ Hey, տղեր։ Սուրեն, Այդ ինչ եք անում։ Սուրեն, սպասեք։ Լսեցեք։ Սուրեն, այդ տղա սպասեք, այդ ինչ եք անում։ Ինչա։ Ինչա պատահել։ Սուրեն, այդ ինչ էիք անում։ Ոչինչ։ Լվացք էինք անում։ Իսկ դու ասում ես կռվում եմ։ Լվացք էր անում։ Հարցը սպառված է։ Գնացինք։ Ուղեկալ, կանգար, ծախ, դարձ, գաստ, ընկեր կապիտան, կոլխոս կատարած այցելությունից հետո անձնակազմը վերադարձավ ուղեկալ, ազատ, ազատ, Ինչ է պատահել ձեզ Եֆրեյտոր Մանուկյան։ Պատահաբար ջուրն ընկա, ընկեր կապիտան։ Անմիջապես կարգի բերեք ձեզ։ Լսում եմ։ Գնացեք։ Սեդա։ Դու սիրում ես նրան, ես այդ տեսնում եմ։ Իսկ նա ինքն է ասում, որ դեր տուն է գալիս, ոչ թե քեզ համար ալի պաշտոն է։ Միթե չես տեսնում, որ նա հետևում է քեզ եւ մորդ։ Արմենը մնում է այստեղ։ Քո հայրը այն ապին է։ Հասկանում ես։ Ես այսօր իմացա այդ մասին։ Իսկ նա վաղուց գիտի։ Շատ վաղուց, ահա թե ինչի համար է գալիս ձեր տուն ջուր խմելու։ Հայրս, իմ հայրը, ուրևն Արմենը տեսել է իմ հորը։ Այո, նա ինքն ինձ պատմեց։ Շոյում է հոզեփյուրը
ծաղկանց բույրը Պարս քո ձայնի հետ հեռավոր երկրում քեզ եմ միշտ հիշում Դու իմ սիրտն ես, իմ հոգին, իմ լավ, իմ անգին Ահ դու իմ սիրտն ես, իմ հոգին, իմ լավ, իմ անգին Քաղցր ձայնը ծավառնում է ինձ է միշտ հասնում կարոտով անկուն հիշում եմ քեզ իմ սիրասուն հեռավոր երկրում քեզ եմ միշտ հիշում դու իմ սիրտն ես իմ հոգին իմ լավ իմ անգին ահ դու իմ սիրտն ես իմ հոգին իմ լավ իմ անգին Լավ երգ է Էխ Արմեն ջան շուտով տուն եմ գնալու Կսար չէ միջով նորից ընտելանամ Դե ես Օմսկից եմ գիտես չէ Գիտեմ լավ տեղ է Լավ է Լավ է խոսքը չէ եղբայր հիանալի Դե գիտես ինչ մեր լորին էլ վատ տեղ չի Բայց գուցե ես մնամ այստեղ Ինչու Ամուսնանում ես ինչ է Սպասի Ում է Սեդա Ղամբարյանի Ճաշակը դվատը չէ ախպերս Դե շնորհավորում եմ ախպերս Դե ինչպես են գործերը Պիֆագոր Ոչինչ Հայերեն է սովորում Հայերեն գիտես Այո, գիտեմ Տեսնում ես Ինչու ես նամակները ձեռքիդ պահել Դիր սեղանին Կանչեք ինձ մոտ Սուրենին Միացրու բոլոր համարները Սուրենին գտիր, Սուրենին Հասկացար Սեդա սիրելիս Դու մի հավատա բարիք ջան Դա սխալմունք է Թող մայրդ էլ չհավատա Քեզով ասած Նա գիտի Արմեն Մանուկյանը Այդպես Գնա Սեդա ջան Գնա տուն, գնա բալիկ ջան Եթե ես մի բան իմանամ, իսկույն կհայտնեմ ձեզ Այդպես Անպայման կհայտնես Վահագն Անպայման Հաչի, շտապ մեքենա Գնում ենք դնդապետի մոտ Չեմ հավատում
Սպասիր, բայց ինչու այն ժամանակ գնդապետ ինձ հարց ու փորձ էր անում Աթանեսի մասին։ Շուտով տուն ես գնում։ Դեռ 2 ամիս կա։ Նրանք Սուրենի պես մասնագետ չունեն։ Ասա, դու հիշում ես քո հորը։ Մի քիչ։ Երբ նա զոհվեց այն ժամանակ, ես փոքր էի։ Դու համոզված ես, որ նա զոհվել է։ Բարև դες, բարև։ Հիանալի տեսարան է, և այս ամենը ջրի շնորհիվ։ Ես անկեղծորեն ուրախ եմ, որ մեր ջրի մի մասը օժանդակել է ձեր երկրի ծաղմանը։ Ձեր էքսպերտների վկայությունը, նաև չափումները հաստատում են, պարոն կոմիսար, որ մենք վերցնում ենք գետից մեզ հասանելիք ջրի 50%-ի փոխարեն 40%-ը միայն։ Չափումներ։ Գիտեք ինչ, ամեն օր չէ, որ մենք չափում ենք գետի ջուրը, պարոն գնդապետ։ Շատ ճիշտ եք ասում, պարոն կոմիսար։ Մենք չափումներ կատարում ենք միայն ձեր պահանջով։ Հուսով եմ, պարոն գնդապետ, որ մեր գյուղացիների օրինական պահանջը կբավարարվի։ Ներեցեք, պահանջը թե խնդրանքը։ Միթե բարերը կարևոր են, թող խնդրանք լինի, եթե կամենում եք, բայց հուսով եմ, որ այդ խնդրանքը բավարարված կլինի։ Դուք կփակեք ձեր ջրանցքը, կբարձրացնեք գետի ջուրը, որպեսզի մենք էլ կարողանանք օգտվել Ալլահի բարիքներից։ Գնդապետ ճիշտն ասա, նա այստեղ ընտանիք ունի։ Դու հին զինվոր ես, Վան Ստեփանիչ, իսկ զինվորը պետք է անպայման լռելի մնա։ Նայե։ Մեզ հայտնի է, որ մի քանի օր առաջ դիմացի գյուղում հայտնվել է ինչ-որ նոր մարդ։ Հայտնի է, որ 2 անգամ փորձել է անցնել սահմանը տեղամասերից մեկում։ Այսքանը միայն։ Քո ժամացույցով քանիսն է։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ նա է, ապա ինչպես կարող է առանց որևէ օգնության ընկնել այստեղ։ Ոչ, դուք չգիտեք Աթանեսին։ Պետք է լինել ողջախո, անցել է 17 տարի։ 17 տարի։ Շատ լավ գնդապետ, ամեն ինչ հասկացա։ Այն կողմը գյուղացիները սկսել են պատնեշի կառուցումը։ Աշխատելու են ամբողջ գիշեր։ Ուժեղացնել սահմանի պաշտպանությունը։ Լսում եմ։ Ճշտախոսը։ Ծածկամիտ է։ Բայց երբեք չի ստել։ Այդ օրը ով էր նրա հետ։ Սամոխինը։ Բայց նա մի քանի օր է ինչ ուղեկալումն է։ Նա գյուղում ոչ ոքի չի ճանաչում։ Այո, դա քիչ հավանական է։ Դուք չգիտեք, թե Մանուկյանն ինչ հարաբերությունների մեջ է Սեյդ Աղամբարյանի հետ։ Ներեցեք ընկեր գնդապետ, բայց դա լիրիկա է։ Այդ հասակում լիրիկան եւ ծառայությունը շատ սերտ են կապված։ Տուրմի։
թույլ կտակ։ Մտեք։ Ինկեր գնդապետ, թույլ տվեք դիմել ուղեկալի պետին։ Դիմեք։ Ինկեր կապիտան Եֆրեյտեր Մանուկյանը ներկայացել է ձեր հրամանով։ Դուք ինչ հարաբերությունների մեջ եք տեղական բնակիչ Սուրեն Նազարյանի հետ։ Լավ, ինկեր գնդապետ։ Իսկ հիմա Դուք ասել եք Նազարյանին իբր գնում եք Ղամբարյանների տունը, որպեսզի պարզեք, կապ ունեն նրանք արդյոք հոր հետ։ Այդպիսի բան չի եղել։ Ուրեմն Սուրեն Նազարյանը ստում է։ Ճիշտ այդպես։ Այդ դեպքում որտեղից է նրան հայտնի դարձել, որ Ղամբարյանն այն ափին է։ Չգիտեմ։ Գուցե ինքն է տեսել։ Չգիտեմ։ Այդպես։ Ասացեք, դուք կռվել եք Սուրեն Նազարյանի հետ։ Ճիշտ այդպես։ Պատճառը։ Ներեցեք ինկեր գնդապետ։ Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին։ Ձեզ նախազգուշացրել էին, որ դուք չպետք է գնաք հերթափոխության։ Ճիշտ այդպես։ Կարող եք գնալ։ Լսում եմ։ Ուղարկեցեք Մանուկյանին շտաբի տրամադրության տակ։ Լսում եմ։ Սպասիր, լսիր ինձ, մի րոպե։ Ինչու ես սիրեցի օտար բարդիները։ Ինչու այս չինարները ես սիրեցի։ Ինչու ես սիրեցի այս բոլորը։ Իսկ շարունակությունը չի ստացվում։ Ինչպես է, հա։ Լավ է։ Վատ է։ Միթե այդքան վատ է։ Հա, ինչ կա։ Ասում են, որ դա սխալմունք է պայծառ։ Ասացեք Աշխենին, որ սահմանապահը սխալվել է։ Քորանամ ես։ Սխալմունք։ Այո, սխալմունք է պայծառ։ Սահմանապահը սխալվել է։ Բա ոնց կլինի։ Սեդա։ Սպասիր։ Հանգիստ թող նրան։ Բա չես հասկանում, նրանք երկրորդ անգամ են ապրում հարազատի մահը։ Գնանք տուն Սուրեն ջան։ Հերադիտակ է պետք, մայրիկ։ Ինչ հերադիտակ։ Հերադիտակ է պետք։ Գնանք Սուրեն ջան, տուն գնանք, տուն։ Անդրեև, վեր կաց։ Հիմա։ Սամոխին։ Ժամանակն է։ Մանուկյան, հրամայված է քեզ ուղարկել շտաբի տրամադրության տակ։ Հասկանալի է։ Էս ինչ ես արել։
Պարզ է, սամոխին վերկաց։ Սամոխին վերկաց։ Հիմա։ Արմեն, ժամանակն է, վեր կաց։ Ես չեմ գալիս։ Ինչու։ Հիվանդ ես։ Կգնաս Անդրեևի հետ։ Հնարավոր է, որ այլևս չտեսնվենք Իգոր։ Հայերեն սովորիր, պետք կգա։ Պիֆագոր։ Կատակում ես։ Հրաման է։ Սեդա ջան, վեր կաց, ժամանակն է։ Սուրեն, վեր կաց, բալա ջան, վեր կաց։ Աղջի աշխեն ինչ եք կնե, բոլորը գնում են գետապ։ Հարևաններին ջուր են տալի։ Շատ մարդ կա։ Մայրիկ, գնաք տուն, մայրիկ ջան։ Դուր տեսնեմ Սուրեն։ Տեսնում ես։ Չեմ տեսնում։ Պայծառ մորակույր, տուն տարեք մայրիկին։ Չի գա։ Ոնց են ուրախանում։ Վերցրու։ Նեղդ նստիր։
Աթանեսն է։ Էդ նայա։ Էդ մեր Աթանեսն է։ Աթանես! Աթանես! Հայրիկ! Հայրիկ! Չի կարելի, մենք վահակակետում ենք։ Ախր խեղդվում է։ Աշտպանիր, աշտպանիր։ Ձերքդ իրուսիս։ Փրկեցին։ Ինքս տեսա, թե ինչպես սահմանապահներություն ունեցրեց։ Երեք հետերից շախ գեղը գետը թափել։ Աղջիկա փրկելու համար։ Հա, 5 մարդենա խեղդվում էր։ Ես ընտրեն հայրես Ներողություն։ Դուք չեք ասի որտեղ ընկեր Բուրնազյանը։ Էնդեղա բալաջան էնդեղա։ Հա, էտով է, մտեք։ Բարև ձեզ։ Հրամայված է անմիջապես ուղեկալ տանել ձեզ ընկեր նախագահ։ Ինչ տանել։ Ճիշտ այդպես, գնանք ինձ հետ։ Գնանք։ Իգոր։ Ինչ եղավ։ Ես ոչինչ չգիտեմ։ Տեսար Սուրեն, ինչ էի ասում, իսկ դու չէիր հավատում։ Եսա կիմանանք, Բուրնազյան կիմանանք։ Ինչը պատահել ընկեր Բուրնազյան, ուր եք գնում։ Ես ուր են տանում ձեզ։ Նստիր։ Նստիր, ես ինքս քեզ ուղեկալ կտանեմ։ Խաչի գնացինք։ Աղջիկն ինչպես։ Աղջկան փրկեցինք։ Շատ էր լալիս։ Վախեցել էր։ Մանուկյանին պատժեցիք։ Ոչ, ինչու։ Նրան այսօր շտաբ են ուղարկում, նա
Ապրես տղաս, ջահել ես, բայց ծառայությունը դե լավ գիտես։ Բայց ինչու եք կարծում, որ Մանուկյանին պատժել են։ Ինչու։ Այո։ Որովհետև զինվորը չպետք է բաց բերան լինի։ Նամանավան Տիրախոյանի հետ, հասկացար։ Ախոյան։ Ընկեր կապիտան, ձեր ժամանը կատարված է։ Կարող եք գնալ։ Բարև ձեզ։ Ընտրեն վագան Ստեփանիչ։ Ալմա, սիրտս բաժանում ինձ տրոփում է։ Շուտով մենք կբաժանվենք ընդմիշտ։ Դուր ինձ թաթդ հավատարիմ իմ շուն, դու խելոք ես մարդու պես։ Անդրե, Մանուկա, ֆու, Ալմա, ֆու։ Տղեր, Մանուկյանին չեք տեսել։ Ընկերավակ, չգիտեք որտեղ է եֆրեյտոր Մանուկյանը։ Մանուկյանը զորանոցում է։ Սամոխին, փոխարինեցեք աշտարակի Ժամապա Բեկելձիևին։ Նա հիվանդացել է։ Լսում եմ։ Դե ինչ, առողջ է աշխենը, սպասում է քեզ, Սեդան արդեն հարսնացու է։ Հարսնացու է։ Պատմեցեք։ Վիրավորված Գերինգը 42 թվի հուլիսի 17-ին երկու անգամ փախա։ Երկրորդ փախուստից հետո ուղարկեցին համագենտրոնացման ճամբար։ Այնտեղից տարան Աֆրիկա։ Աշխատում էի Օրանի հանքերում։ Նախաճաշին մեզ տալիս էին կոկչա, դրա մեջ կոկային կար։ Այդ ծամոն ամբողջ օրը զրկում էր ախորժակից։ Այդպես մենք էժան էինք նստում կոմպանիային։ Մի տարուց ավել ոչ ոք չէր դիմանում։ Հաղթելն անհնար էր, բայց ես փախա։ Ինչքան ես թափարեցի աշխարհով մեկ ուրիշի անվան տակ, ուրիշի փաստաթղթերով։ Հետո սկսեցի աշխատել որպես ջրբաշխ ինժեների մոտ։ Այս շաբաթ ինձ բերեց դիմացի գյուղ։ Փորձում էի անցնել սահման։ Վերջին անգամ
դժվարությամբ ազատվեցի։ Տունս մոտ էր, այնքան մոտ, բայց ներս մտնել չի կարող։ Աշխարհով մեկ թափարեցին, տուն վերադարձա։ Ղամբարյանին ուղեկցեք տուն հարազատների մոտ։ Լսում եմ։ Խմիր ատանես։ Հիմա քնացնենք։ Տեսնում ես քնած է։ Դե ժամանակն է արդասնենք։ Դե հիմա քայլեք 1 2 1 2 1 հիմա մարմնամարզությամբ զբաղվենք 1 2 1 2 Ահա սարնեց։ Տես ինչ է կրկնում։ Ընկեր կապիտան, թույլ տվեք դիմել ազդական հարցով։ Ինչու սանմասում չեք։ Բժշկից թույլ տվություն ունեմ։ Լսում եմ ձեզ։ Ընկեր կապիտան, ես տուն ունեմ։ Այգի։ Տնտեսություն։ Ես 2 քույր ունեմ։ Թույլ կտակ, այդ աղջկան տանեմ մեր տուն, դառնա իմ 3-րդ քույրը։ Շատ եմ խնդրում, ընկեր կապիտան։ Դուք լավ մարդ եք, Բիգիլդեև։ Եվ դրա համար շնորհակալություն։ Դժբախտաբար աղջիկը մերը չէ։ Եթե մերը լիներ մեծ ուրախությամբ քեզ կտայի։ Թող դառնա մերը, նրա համար լավ կլինի։ Ախր ընկեր կապիտան, նրա համար մեզ ոչ շատ լավ կլինի, է։ Էխ, Բիգիլդեև։ Աշխարհում դեռ շատ անարդարություններ կան։ Բայց շատ ճարպիկն է։ Այ դու սևոլի։ Իսկ ինչպես է նրա անունը։ Փիրուզա է նրա անունը։ Արի ինձ մոտ բալիկս։ Մնաս բարով, աղջիկս։ Խեղճ երեխա, որբ է կգործի։ Դե հագնվիր իմ խելոք աղջիկ։ Ընկեր հերթապահ, զեկուցում է ուղեկալի պահակ շարքային Սամոխինը։ Ես շատ եմ խնդրում ձեզ, մինչև ես չգամ, մի ուղարկեք եֆրեյտոր Արմեն Մանուկյանին։ Ինչ։ Լավ, լսում եմ։ Լսում եմ, ընկեր հերթապահ։
Ես ձեզ շատ էի հավատում, Մանուկյան։ Բայց ես չեմ հասկանում, ընկեր կապիտան, որտեղից կարող էր Սուրենն իմանալ Ղամբարյանի մասին։ Գնա։ Թույլ եմ տալիս մի ժամով բացակայել։ Ուղիղ մի ժամից կլնեք ուղեկալում։ Լսում եմ։ Ընկեր, ինչպես եք ներսնգնում, ձեռքերու մոտ եք եկել։ Ետ գնացեք եւ մտեք ինչպես որ կարգն է։ Մտեք։ Թույլ տվեք դիմել, ընկեր կապիտան։ Սպասիր Արմեն։ Ինչ է պատահել Սամոխին։ Գնացեք, Մանուկյան։ Լսում եմ։ Ինչու եք ետ ուղարկում Մանուկյանին, ընկեր կապիտան։ Զինվորական կարգապահությունը խախտելու համար։ Դուք միայն այդ եք ուզում ասել։ Ընկեր կապիտան։ Ընկեր կապիտան, ես չգիտեմ ինչու են հետ ուղարկում Մանուկյանին, բայց ես ուզում եմ ասել, որ այդ ես եմ պատմել Սուրեն Նազարյանին, որ այն ափին մենք տեսել ենք Աթանես Ղամբարյանին։ Աչքդ լուսել է աշխեժ ջան, վայս ինչ ուրախություն, շատ շնորհակալ եմ։ Բարև մայրիկ ջան։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ, բալա ջան։ Վայ, Արմեն ջան։ Գնանք աշխոն, գնանք։ Սեդա, ես մեկնում եմ։ Լուցկի չունես Սուրեն։ Ես եկել էի հրաժեշտ տալու։ Ստեսություն Սուրեն։ Էй, Արմեն, ինչու ես սեղմում այդ ստախոս մարդու ձերքը։
ասա տեսնեմ դու խիղճ աստված բարում ունես, Սամոխինը քեզ ասում է Աթանեսի մասին, իսկ դու մեղքը գցում ես այս մարդու վրա, և նրան պատժում են, ափսոս, որ ես նախագահ եմ, թե չէ ես քեզ, Խաչիկ, գնանք Աթանեսին տուն բերենք, բարով, Բարև ձեզ, պարոն գնդապետ, ես անչափ ուրախ եմ այս հանդիպման համար։ Բարև ձեզ, ես նույնպես։ Ներեցեք, պարոն գնդապետ, ես ձեզ հետ չեմ տեսնում մեր քաղաքացի Շակիրին, որը նետվեց գետը և փրկեց աղջկան։ Ուր է նա, հիվանդ է, մահացա։ Ներեցեք չեմ հասկանում, թե ինչ Շակիրի մասին է խոսքը։ Մեզ մոտ վերադարձել է մեր գյուղի բնակիչ, նախկին ռազմագերի, նրան ճանաչել է իր ընտանիքը։ Խոսքը քրեական հանցագործ մեր Միրաբի մասին է, որը թալանել է իր բարերարին և թաքստոց է գտել ձեր ափին։ Մենք կբողոքենք, պարոն գնդապետ, այո, կբողոքենք։ Դա ձեր իրավունքն է։ Հուսով եմ մենք դեռ կհանդիպենք։ Մենք ձեզ հետ վաղեմի ծանոթներ ենք։ Ես շոյված եմ, պարոն գնդապետ։ Ես նույնպես շոյված եմ, պարոն կոմիսար։ Ահա հենց սա է պետական սահմանի մեր պաշտպանության հանձնված տեղամասը, Շարքային Սարոյան։